Ողջույն։ 1961 թվականին Հայիթիում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Չնայած մասնակցում էր մի քանի թեկնածու, սակայն քվեաթերթիկներում միայն բռնապետ Դյուվալիեի անունն էր։ Ընտրողները հնարավորություն չունեին դեմ քվեարկելու կամ ընտրելու այլ թեկնածուի։ Նա ստացավ 100% ձայն և դա մեկնաբանեց որպես ժողովրդի տված անվերապահ մանդատ։ Երևի ասել են, ինչ է որ, էլի ժողովրդի ընտրած է, հետո ինչ-որ անհավասար պայմաններում։ Շարունակեմ։ 1988 թվականին Մեքսիկայի նախագահական ընտրություններում, երբ ձայների 10%-ը հաշվելուց հետո պարզ դարձավ, որ հաղթում է ընդդիմադիր թեկնածուն, իշխանության թեկնածուն շտապ հայտարարեց, որ ինքը ընտրվել է, հետո կառավարությունը հայտարարեց, իբր ձայների հաշվարկի էլեկտրոնային համակարգը խափանվել է։ Իսկ երբ համակարգը վերականգնվեց, պարզվեց, որ իշխանական թեկնածուն հաղթել է ձայների 50.4%-ով։ Ընտրակեղծիքների ապացույցները վերացնելու նպատակով խորհրդարանը հետո որոշեց այրել քվեաթերթիկները։ Դե ինչ է որ, էլի ժողովրդի ընտրած է, բա ում ընտրած է, հետո ինչ-որ անհավասար պայմաններում։ Ռումինիայում 1946 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը հավաքեց 80% ձայն։ Իշխանությունը վերցրեց այդ ձայները իրեն և հայտարարեց, որ ինքն է հաղթել։ Դե գիտեք, երևի ասել են, այդքան էլ այդպես չէր, համ էլ ոնց որ ընդդիմությունը կաշառել էր, մանիպուլացրել էր, եսի մի ինչ, ոնց են սրանք ասում, կամ Լևոնեն 96 թվին։ Ինձ մոտ տպավորություն է, թե Փաշինյանը իրեն նորից վարչապետ է հռչակել այս օրինակների հիման վրա։ Հայաստանը մոտենում է մի իրավիճակի, որ չի բացառվում, սա վերջին համապետական ընտրություններն էր, որին մենք մասնակցում էինք։ Առանց այն էլ նախագահի ընտրությունը դարձրին սիմվոլիկ ու ոչ մրցակցային գործընթաց։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է իր հերթին այլանդակում ընտրական իրավունքը, մարդկանց կամարտահայտում է։ Օրերից մի օր հնարավոր է Նիկոլի կառավարության նիստում որոշեն, թե ով պետք է անցնի խորհրդարան, ով ոչ։ Ինչի հիմա այդպես չէ։ Նիկոլը հայտարարում էր, թե ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինքներն ու ԲՀԿ-ն պիտի չանցնեն շեմը։ Առաջին երկուսի պարագայում չկարողացավ, բայց ԲՀԿ-ի դեպքում կռիվ է անում, որ դուրս թողնի։ Եթե Նիկոլ Փաշինյանի հերթին աղքին աշխատողը ըստ երևույթին շեֆից SMS ստանալով կարող է որոշել, որ X ընտրատեղամասի ձայները չեղարկում է, որպեսզի մեկ ուժ ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան, էլ ինչ ենք քննարկում։ Այ այդպես, գեղավարի։ Նիկոլն այդքան ձայն չունի, որ 2/3-ը ապահովի, ու դրա համար մասնակից ուժերից մեկի ձայները պակասեցնում են ու զրկում մանդատներից։ Ուղիղ եթերում, բոլորիս աչքի առաջ իրականացնում են ընտրական պրոցեսի տապալում, հանցագործություն։ Վերահաշվարկ են անում, տեսնում են, որ ԲՀԿ-ի ձայները ավելանում է, ասում են մի րոպե, բայց ընդդիմությունն էլ կակռած բողոքում էր, դնում տեղամասերի արդյունքները անվավեր են ճանաչում։ Դուրս եկավ, դե դուք էիք բողոքել, հենա չեղարկեցինք։ Որ իրենց լիազորությունները վերազանցեցին, էդ հեչ։ Նիկոլը ամեն օր է դա անում։ ԿԸՀ-ն չունի նման իրավունք, նա կարող է կրկնակի քվեարկություն դնել, բայց չի կարող ուղղակի տեղամասի արդյունք անվավեր ճանաչել այն դեպքում, երբ այդ տեղամասն ազդում է ընտրության արդյունքների վրա։ Կրկնում եմ, չունի նման իրավասություն, բայց դե այս իշխանությունը քանի բան է արել, որի իրավունքը չուներ։ Նիկոլն էլ իրավունք չուներ գիշերվա կեսին, երբ ձայների ընդամենը մի քանի տոկոսներ հաշված իրեն հռչակեր նոր վարչապետ։ Ուղղակի, եթե հիմա քաղաքական մեկ ուժից գողանում են ձայներ, որ իրենց 2/3-ը ապահովեն, ինչն է խանգարում, որ մի 500 տեղամասում էլ ընդդիմության բոլոր ձայները չեղյալ հայտարարեն, որ ապահովեն 3/5 ու սահմանադրություն փոխեն հանուն Ալիևի։ ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը նախադեպ է։ Կարող են սրանք խփել այնքան տոկոս, որքան ուզում են, ու եթե չի ստացվում, ընդդիմության ձայները համարեն անվավեր։ Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ի ընտրությունները տոտալ կեղծվել են։ Նախընտրական խուժանությանը հաջորդել է հետընտրական խուժանությունը։ Դեռ 1 տարի առաջ սկսես քարոզարշավը, կալանքի տանես ու 9 ամիս պահես հիմնական հակառակորդներիցդ մեկին,
խլես մարդու բիզնեսը, որը քո երկրի ամենախոշոր ընկերությունն է։ Ամբողջ ընթացքում վիրավորես, սպառնաս, բռնաճնշումների դիմես, բյուջեի փողերը շահ տաս, ստանաս անվերապահ ու հրապարակային աջակցությունը Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Թրամփի հետ էլ թուղթ ստորագրես, էլ նամակներ ստանաս հրապարակես։ Մակրոնի հետ նույնը։ Եվրոպական սամիթ անես ընտրություններից մեկ ամիս առաջ, բոլորը քեզ գովեն, էլ պաճ, էլ գրկախառնություններ, էլ Ռուբիոյին ուղարկեն մի կես ժամով, որ աջակցություն ցույց տան։ Ամբողջ քարոզչականի ընթացքում սպառնաս ընդդիմադիր բոլորին, մեղադրանքներ հնչեցնես, ձայնագրություններ մոկոնես ու ԱԱԾ, քննչական, հակակոռուպցիոն, դատախազություն գործուղես բռնաճնշումներ կիրառելու։ Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ հորինես։ Ժորժ ջան, աշխարհի ծերին որ իրավաբանին էլ հարցնես, սրանք բոլորը ընտրողի կամ արտահայտության վրա ազդող գործոններն են։ Բայց դա համարես քիչ ու պետական բյուջեի փողերը շահ տաս որպես ընտրակաշառք։ Թոշակառուներին թոշակով կաշառես։ Ընտրություններից 2 ամիս առաջ 10,000 դրամ բարձրացնելով թոշակը։ Դրանից առաջ կաշառես երիտասարդներին, բանակը սարքելով 1.5 տարի։ Ապօրինի շինություն ունեցողներին կաշառես օրինականացման խոստումներով։ Անհուսալի վարկեր ունեցողներին կաշառես ինչ-որ մեղմացնող օրենքով։ Էլեկտրական մեքենա ունեցողներին կաշառես գույքահարկի իջեցմամբ եւ ընդհանրապես բազմաթիվ որոշումներ կացնես ընտրություններից առաջ ու մի հատ էլ ուշադրություն։ Այդ ամենի արդյունքում չստանաս անգամ 50%-ը, ստիպված լինես կեղծելով, լցնելով, ստիպելով բերես ծերը ծերին հասցնես, որ պահես իշխանությունդ։ Ախր այդ ծերին էլ չի ստացվում է։ Էդ էլ ես ուզում կեղծես, հանես ռադանես, որ մի բան թքես, կպցնես, մնաս։ Սրանք էլ իբր ուզում են մեզ տանել Եվրամիություն։ Ցույց տվեք Եվրամիության անդամ որևէ երկիր, որտեղ այդպիսի խայտառակ ընտրություններ տեղի ունենան։ Միությունից կհանեն, ռադ կանեն։ Եվրամիությունն իր անդամ երկրներում այդպիսի ընտրություններ չի հանդուրժի։ Հայաստանին հանդուրժում են, որովհետև դեռ երկար պետք է օգտագործի։ Ավստրիայում ընտրությունների երկրորդ փուլում ձայների հաշվարկման, փոստային քվեների մշակման ընթացակարգային խախտումներ են եղել։ Սահմանադրական դատարանը ընտրությունները անվավեր ճանաչեց։ Խոսքը ոչ թե քվեաթերթիկների կեղծման մասին է, այլ ընդհանրապես ընթացակարգային խախտումների։ Փաշինյանի մակարդակի ընտրություն ոչ միայն Հայաստանում չի եղել, այլև ոչ մի զարգացած կամ զարգացման ուղին բռնած երկրում։ Եթե մինչ այս հայ ժողովրդի մոտ ընդունված էր նրան դիմել հողատու, թալանչի, դավաճան եւ այլ հավասարազոր բառերով, դրանց ավելանում է ընտրակեղծարարը։ Կարճ ասած, իրականում Նիկոլ Փաշինյանը պարտվել է ընտրություններում։ Սա իշխանության զավթում է, սա չստացած քվեի յուրացում է։ Իրենք էլ հոդա գիտեն, հաստատ գիտեն, որ չունեն ժողովրդական աջակցություն։ Պետք է հստակ արձանագրել, գողացված քվեներով ձևավորվելիք իշխանությունը լեգիտիմ չէ ու չի լինելու։